Պաշտպանության նախարար Հեքսեթը հայտարարել է, որ էպիկական զայրույթ ռազմական գործողությունը ոչնչացրել է իրանական ռազմածովային նավատորմի զգալի մասը և կրճատել հրթիռային ներուժը։ Նա շեշտել է, որ այս պատերազմը տարբերվում է անցյալի հիմար քաղաքականապես կոռեկտ պատերազմներից, քանի որ ԱՄՆ-ն գործում է առանց սահմանափակումների։ Հեքսեթը վստահեցրել է, որ հարձակվողական զենքի պաշարները բավարար են արշավը երկար շարունակելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ադմիրալ Բրեդ Քուփերը հայտնել է, որ վերջին 72 ժամում ռմբակոծվել է շուրջ 200 թիրախ Իրանում։ Թեհրանի մերձակայքում 2000 ֆունտանոց հզոր ռումբերով ոչնչացվել են բալիստիկ հրթիռների խորը թաղված կայանքները և Իրանի տիեզերական հրամանատարության կենտրոնները։ Գործողության ընթացքում խորտակվել է ավելի քան 30 նավ, այդ թվում անօդաչուների հսկայական կրող նավը։ Քուփերի խոսքով ամերիկյան ուժերը սիստեմատիկ ապամոնտաժում են Իրանի հրթիռային արտադրության կարողությունները, զրկելով նրանց վերականգնվելու և հետագայում ամերիկացիներին սպառնալու հնարավորությունից, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդ թիվ։ Պատերազմն առանց սահմանների, իրանական հակամարտության արձագանքները Շրի Լանկայից Եվրոպա։ Ինչպես են 20,000 ամերիկացիներ վերադառնում տուն պատերազմի թոհուբոհից։ Բացահայտված սիրավեպ, թե չբացահայտված ծախսեր, ինչու է Թրամփը պաշտոնից հանել ազգային անվտանգության դեպարտամենտի քարտուղարին։ Կոնգրեսը դեմ չգնաց Թրամփին, Իրանի դեմ հարվածները կշարունակվեն։ Նավթային ցնցումներ, Թրամփի պատերազմը թանկ է նստում ամերիկացիների գրպանի վրա։ Իրանական հարվածներ և կալիֆոռնիական ոսկե բենզին, վարորդների գրպանները դատարկվում են։ ԱՄՆ-ում Թրամփին պատերազմ են հայտարարել, միանգամից շուրջ 20 նահանգ դատական հայց է ներկայացրել։ Ինչու են լրագրողները դատի տվել Թրամփի վարչակազմին, ինչու է ձերբակալվել փոփի արքայադուստրը Բրիթնի Սփիրսը։ Մանկապիղծը ազատ չարձակվեց, ինչպես 5 գործը փրկեց Կալիֆոռնիան սերիական մանկապիղծից։ Խնջույքների մայրիկի վերջին հանգրվանը Կալիֆոռնիայի տխրահռչակ տանտիրուհին մեղավոր է ճանաչվել։ Այսքանը թողարկման առաջին հատվածում։ Թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք հերթական նահանգի Ինդիանայի մասին։ Ինչ կապ ունի հռչակավոր ավտոմրցաշարը հայերի հետ, ինչով են տարբերվում Ինդիանայի բնակիչները ԱՄՆ մյուս բոլոր նահանգների բնակիչներից, պարզվում է հստակ տարբերություն կա։ Մանրամասները Մանուն կպատմի։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները պարզ ու հասկանալի ձևով։ Ձեր ակտիվությունը, լայքերի և կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն և մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում և ցանկանում եք ձեր ծառայությունը կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների և գործընկերների, ովքեր ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին։ Իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ Շրի Լանկայի հարավային ափերին Գալե քաղաքի հիվանդանոցներում այսօր բուժվում են իրանական խորտակված ռազմանավերից փրկվածները։ Ամերիկյան Սուզանավի տորպեդային հարվածից խորտակված նավի վրա զոհվել է 87 նավաստի։ Շրի Լանկան Իրանում սկսված պատերազմին առնչված երկրների արևելյան սահմանին է, իսկ արևմուտքում այն հասնում է մինչև Ատլանտյան օվկիանոս։ Պատերազմն արդեն ներքաշել է տասնյակ պետությունների, նաև բուն մերձավոր արևելքի տարածաշրջանից դուրս։ Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազայի թիրախավորումից հետո Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան ուժեր են ուղարկում ԵՄ անդամ երկիրը պաշտպանելու համար։ Սա արդեն Իրանում սկսված բախումը ևս մեկ քայլով մոտեցրեց մեծ պատերազմին։ Լարվածության նոր օջախներ են ծնվում Իրանի հարևանությամբ։ Ադրբեջանի օդանավակայաններից մեկին անօդաչուների հարվածից հետո Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Իրանին։ Թեհրանը հերքում է այդ հարվածներին իր մասնակցությունը։ Որոշ փորձագետներ հիմնավոր են համարում կասկածները, որ այս գործողությունները նաև Կովկասյան ուղղությունում լարվածությունը մեծացնելուն ուղղված մեծ քաղաքականության մաս են համարում։
Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն շաբաթ օրը սկսված պատերազմից հետո Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից ԱՄՆ է վերադարձել շուրջ 20,000 ամերիկացի։ Այս վիճակագրության մեջ ներառված չեն այն քաղաքացիները, որոնք նախընտրել են տեղափոխվել այլ երկրներ կամ դեռևս գտնվում են ճանապարհին։ Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հետևել իրավիճակին եւ ապահովել իր քաղաքացիների անվտանգ վերադարձը։ Էվակուացիան իրականացվում է բազմաթիվ չարտերային թռիչքների միջոցով, թեև անվտանգության եւ օպերատիվ նկատառումներից ելնելով մանրամասները գաղտնի են պահվում։ Պետդեպարտամենտի հատուկ խումբը արդեն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 10,000 ամերիկացիների, տրամադրելով անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն եւ օգնելով տեղափոխման հարցում։ Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա կարիքը, ապահովելով ամերիկացիների կապը հայրենիքի հետ, նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացիներ շարունակում են մնալ ծուղակի մեջ։ Թրամփի վարչակազմը սուր քննադատությունների է ենթարկվել պատերազմի հետևանքները չկանխատեսելու համար, չնայած Պետդեպարտամենտը հորդորել էր վերանայել ուղևորությունները, շատերի համար արդեն ուշ էր, քանի որ օդային տարածքները փակվեցին հարձակման հենց սկզբում, մեկուսացնելով քաղաքացիներին։ Հորդանանում եւ Քուվեյթում մնացած քաղաքացիները ստանում են հակասական հրահանգներ։ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում դեսպանատները ենթարկվել են անօդաչուների հարձակումների եւ ի վիճակի չեն լիարժեք աշխատել արտակարգ իրավիճակում։ Դիվանագիտական կորպուսի կրճատումները լրացուցիչ խնդիրներ են ստեղծել ճգնաժամի կառավարման հարցում։ Սպիտակ տան խոսնակը պնդում է, որ քաղաքացիների նախազգուշացումներ եղել են դեռ հունվարից։ Պաշտպանության դեպարտամենտը նախատեսում է օգտագործել իր բեռնատար ինքնաթիռները Մերձավոր Արևելքից ամերիկացիների տարհանման համար։ Փակ երկինքը մնում է հիմնական խոչընդոտը, թեև Ռուբիոն վստահեցնում է, որ կաջակցեն բոլորին։ Թրամփը պաշտոնանկ է արել ազգային անվտանգության դեպարտամենտի քարտուղար Քրիստի Նոեմին։ Պաշտոնակության վերջին կաթիլը կոնգրեսական լսումների ժամանակ նրա անհամոզիչ ելույթն էր։ Նրան կփոխարինի օկլահոմանցի սենատոր Մարկուեյ Մալինը։ Նոեմի դիրքերը էապես թուլացել էին Մինեապոլիսում դաշնային սպաների կողմից ԱՄՆ երկու քաղաքացիների սպանությունից հետո։ Նոեմի շուրջ իրավիճակը ավելի էր սրվել առափնյա պահպանության հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով։ Մասնավորապես նրա խորհրդականը սկանդալ էր սարքել օդաչուին սպառնալով նախարարի տաքացվող վերմակը մոռանալու համար։ Որոշ աղբյուրներ որպես պաշտոնանկության հավանական պատճառ նշում են Նոեմի ենթադրյալ սիրավեպը իր օգնականներից մեկի հետ, սակայն ավելի հավանական պատճառներ են համարվում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը։ Թրամփին հատկապես զայրացրել էր ինքնակամ արտաքսման գովազդի համար առանց մրցույթի ստորագրված 220 միլիոն դոլարի պայմանագիրը։ Նոեմը այժմ կզբաղեցնի նորաստեղծ Ամերիկայի վահանի հատուկ բանագնացի պաշտոնը։ Ազգային անվտանգության դեպարտամենտի քարտուղարի աթոռը Մալինը պատրաստվում է ստանձնել մարտի 31-ից։ Պատերազմը շարունակում է ցնցել ամերիկյան բորսայական շուկաները, մի շարք ինդեքսներ շոշափելի անկում են գրանցել։ Հակառակ դրան, էներգետիկ բաժնետոմսերը միակն էին, որոնք դրական դինամիկա ցուցադրեցին նավթի գների կտրուկ աճի շնորհիվ։ Հում նավթի գինը մեկ օրում աճեց 8%-ով, հասնելով 82 դոլարի, ինչը 20% աճ է կիրակի օրվանից ի վեր։ Բենզինի լցակայաններում գները նույնպես կտրուկ աճում են, 1 գալոնի միջին արժեքը հասել է 3.25 դոլարի։ Քաթարը դադարեցրել է գազի արտադրությունը ռազմական հարձակումների պատճառով, ինչի հետևանքով Եվրոպայում բնական գազի գինը աճել է ավելի քան 50%-ով։ Թրամփը կարգադրել է տրամադրել քաղաքական ռիսկի ապահովագրություն եւ երաշխիք բոլոր ծովային առևտրային փոխադրումների համար, հատկապես էներգետիկ ոլորտում։ Չնայած Սպիտակ տան ջանքերին, հարյուրավոր նավեր շարունակում են արգելափակված մնալ Իրանի ափերի մոտ։ Հորմուզի նեղուցով երթևեկությունը գրեթե դադարել է։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ միջազգային նավթատար նավերը թիրախ չեն, սակայն դա համոզիչ չի հնչում, քանի որ պարբերաբար տեսանյութեր են տարածվում իրանական ուժերի կողմից հերթական տանկերի խոցման կադրերով։
Լոս Անջելեսի և ողջ Կալիֆորնիայի վարորդներն այս օրերին սեփական գրպանի վրա են զգում Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքները։ Ըստ վերջին տվյալների մարտի 5-ի դրությամբ ընդամենը մեկ շաբաթում նահանգում բենզինի գինը աճել է 17 սենթով, հասնելով $4.81։ Մեկ ամսվա կտրվածքով թանկացումներն արդեն կազմում են 41 սենտ, ինչը լուրջ հարված է բնակիչների բյուջեին։ Հում նավթի գինը հատել է $70 սահմանագիծը։ Սակայն միայն պատերազմը չէ գների աճի միակ պատճառը, քանի որ կան նաև սեզոնային գործոններ։ Լոնգ Բիչում գինը արդեն $4.88 է, Սան Ֆրանցիսկոյում այն հասել է $4.98։ Սան Դիեգոյում և Սակրամենտոյում նույնպես իրավիճակը մնում է մտահոգիչ, ինչը ստիպում է վարորդներին խնայողաբար վարել իրենց մեքենաները։ Գործակալության մասնագետները նշում են, որ նավթ արդյունահանող տարածաշրջաններում հակամարտությունների բռնկումը միշտ հանգեցնում է վառելիքի գների կտրուկ թռիչքի։ Այսօր ամբողջ երկրում բենզինի միջին գինը բարձրացել է շուրջ 27 սենթով, կազմելով $3.25։ Կալիֆորնիան շարունակում է մնալ ամենաթանկ նահանգների առաջատար դիրքերում, ստիպելով իր բնակիչներին ավելի շատ վճարել յուրաքանչյուր գալոնի համար։ Ավելի քան 2 տասնյակ նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Թրամփի նոր գլոբալ մաքսատուրքերի դեմ։ Դեմոկրատ դատախազներն ու նահանգապետերը պնդում են, որ նախագահը չարաշահում է իր լիազորությունները, սահմանելով 15% մաքսահարկ գրեթե ողջ աշխարհից ներկրվող ապրանքների համար։ Այս քայլը հաջորդեց Գերագույն դատարանում Թրամփի կրած ցավոտ պարտությանը, երբ նրա նախորդ սահմանափակումը ճանաչվեց անօրինական։ Թրամփն այս անգամ օգտագործեց 1974 թվականի առևտրի ակտի 122-րդ բաժինը, որը նախատեսված է միջազգային վճարումների հիմնարար խնդիրների համար։ Հայցվորները, այդ թվում Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Յորքի ներկայացուցիչները պնդում են, որ այս հոդվածը հնացած է։ Այն ստեղծվել է այն ժամանակ, երբ դոլարը դեռ կապված էր ոսկու հետ։ Նրանք զգուշացնում են, որ նոր տուրքերը կտրուկ կբարձրացնեն ծախսերը նահանգների, բիզնեսի և սպառողների համար, առաջացնելով տնտեսական լուրջ ցնցումներ։ Գանձապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս շաբաթ տուրքերը կհասնեն առավելագույն սահմանաչափին։ Թրամփի դեմ հայցին միացել են նաև Քոլորադոյի, Փենսիլվանիայի, Քենթաքիի և Հյուսիսային Քարոլինայի պաշտոնյաները։ Դատական պայքարը Նյու Յորքի միջազգային առևտրի դատարանում խոստանում է լինել թեժ և վճռորոշ երկրի ողջ տնտեսության համար։ Իսկ Վաշինգտոնի դաշնային դատարանը քննում է Պաշտպանության դեպարտամենտի նոր կանոնների օրինականությունը։ 2025 թվականին ներդրված քաղաքականությունը արգելում է լրագրողներին հրապարակել կառավարության կողմից չարտոնված որևէ տեղեկատվություն։ Սա վերաբերում է նույնիսկ գաղտնազերծված տվյալներին և ոչ պաշտոնական զրույցներին։ Շատ լրատվամիջոցներ հրաժարվել են ստորագրել 21 էջանոց համաձայնագիրը։ Արդյունքում նրանք զրկվել են Պենտագոն մուտքի իրավունքից։ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Պենտագոն մուտքն արտոնություն է, այլ ոչ թե իրավունք, ըստ նրա կանոններն ուղղված են ազգային անվտանգությանը։ Այս շաբաթ այնուամենայնիվ որոշ լրագրողների թույլատրվել է մասնակցել նախարար Հեքսեթի ճեպազրույցին կապված Իրանի պատերազմի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Վենեսուելան համաձայնել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Սա պատմական շրջադարձ է երկու երկրների համար Մադուրոյի տապալումից հետո։ Այս քայլը վերջակետ է դնում 2019 թվականից տևող դիվանագիտական լարվածությանը և փակված դեսպանատների պատմությանը։ Վերջին օրերին Կարակաս են այցելել ներքին գործերի և էներգետիկայի նախարարները։ Նրանք քննարկել են հանքարդյունաբերության և նավթի ոլորտում ներդրումների ներգրավման հարցերը։ Վենեսուելայի գործող նախագահը հայտարարել է, որ այս քայլերը կամրապնդեն հարաբերությունները մեր երկու երկրների միջև։ Նրա կառավարությունը արդեն բացել է նավթային ոլորտը արտասահմանյան ընկերությունների համար և ազատ է արձակել բազմաթիվ քաղբանտարկյալների։ Թրամփի որոշումը համագործակցել Վենեսուելայի հետ զարմացրել է շատերին։ Միևնույն ժամանակ Վենեսուելայի ընդդիմադիր գործիչներից Նոբելյան մրցանակակիր Մարիա Մաչադոն խոստացել է շուտով վերադառնալ հայրենիք։ FIFA-ի աշխարհի առաջնության 7 խաղերը, որոնք պետք է կայանային Մասաչուսեթսում, հայտնվել են լուրջ վտանգի տակ։ Ազգային անվտանգության դեպարտամենտի կողմից դաշնային դրամաշնորհների ուշացումը տեղական իշխանություններին կանգնեցրել է ֆինանսական փակուղու առաջ։ Քաղաքային խորհուրդը վախենում է, որ անվտանգության $8 միլիոն ծախսը կմնա հարկատուների ուսերին։
Նման խնդիր առկա է նաև այլ վայրերում։ Կանզաս Սիթիի ոստիկանության ներկայացուցիչը խոստովանել է. «Մենք պարզապես բավարար սպաներ չունենք մեր սեփական դեպարտամենտում բոլոր սպառնալիքները ծածկելու համար»։ Մայամիի կազմկոմիտեն նույնպես սպասում է խոստացված $70 միլիոն, զգուշացնելով, որ ուշացումը կարող է աղետալի լինել պլանավորման և համակարգման համար։ Հակառակ բյուջեով նախատեսված $600 միլիոն Թրամփի վարչակազմը չի կարողանում ավարտել գործընթացը։ Դեմոկրատները դեմ են լրացուցիչ միջոցներին, քննադատելով դեպարտամենտի վերջին ամիսների անարդյունավետ աշխատանքը առանց հստակ դաշնային աջակցության։ Աշխարհի ամենամեծ մարզական իրադարձության անվտանգությունը Միացյալ Նահանգներում լուրջ հարցականի տակ է։ Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Հարավային Կալիֆոռնիայում ոչ թափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով։ Ճանապարհային բարեկությունը կանգնեցրել է նրա սև BMW-ն մայրուղու վրա մեծ արագությամբ ընթանալիս։ Նրա ներկայացուցիչը դեպքն անվանել է ցավալի միջադեպ, որն աներելի է, հավելելով, որ աստղը այժմ կփորձի շտկել կյանքի ընթացքը և ենթարկվել օրենքին։ 44-ամյա երգչուհին, ով վերջերս վաճառեց իր երգերի իրավունքները $200 միլիոն, ազատ է արձակվել հինգշաբթի օրը։ Սա փոփի արքայադստեր առաջին պաշտոնական ձերբակալությունն է, չնայած նրա տարօրինակ պարային տեսանյութերին և մշտական սկանդալներին, որոնք մտահոգում էին երկրպագուներին։ Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակչուհին մեղավոր է ճանաչվել պատանիների համար սեռական բնույթի խնջույքներ կազմակերպելու մեջ։ 51-ամյա կինը դատապարտվել է 60-ից ավելի կետով։ Դատախազը այս հավաքույթները որակել է որպես քաոսային, ալկոհոլով հագեցած խնջույքներ, որտեղ 14-ամյա երեխաները ենթարկվել են սեռական մոտեցության։ Ըստ լրատվամիջոցների, Շենոնը այս միջոցառումներին ներգրավվել է նաև սեփական որդուն։ Փաստաբանի խոսքով դատավճռից հետո կինը խորապես հուսահատված էր։ Մարտի 26-ին նախատեսված դատավճռով մեղադրյալին սպառնում է մինչև 30 տարվա բանտարկություն։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ McDonald's-ի գործող տնօրենի մասնակցությամբ տեսանյութը համացանցում դարձել է սուր կատակների թիրախ։ Նա փորձում էր ընկերության նոր Big Arch բուրգերը, սակայն զգուշավորություն ցուցաբերեց և միայն մի փոքր կտոր կծեց։ Օգտատերերը նրան մեղադրեցին ձևականության և սեփական սննդից վախենալու մեջ։ Burger King-ը հեգնեց մրցակցին, հայտարարելով, թե իրենք ևս չկարողացան դա ուտել։ Փոխարեն Burger King-ի ղեկավարը ցուցադրաբար կերել է իր ընկերության արտադրած բուրգերը։ McDonald's գործադիր տնօրենին թիրախավորող կատակներին միացել են նաև այլ արտադրողներ, նշելով, ահա թե ինչ տեսք ունի, երբ ստիպված չես ձևացնել, թե սիրում ես քո արտադրանքը։ Բուրգերային հակամարտությունը շարունակում է բուռն քննարկվել սոցցանցերում։ Նախագահ Թրամփի կոչից հետո, թե մի ընդունեք Թայլենոլ, եթե հղի եք, շտապ օգնության բաժանմունքներում պատվերները նվազել են 10%-ով։ Ըստ The Lancet ամսագրի, հղիները խուսափում են դեղից, վախենալով աուտիզմի հետ կապից։ Սննդի և դեղերի վարչությունը նշում է, որ սա գիտական բանավեճի ոլորտ է։ Լեյկովորինի դեղատոմսերն աճել են 71%-ով, քանի որ նախագահն այն գովազդել է որպես աուտիզմի բուժման միջոց։ Բժիշկները նշում են, որ իշխանությունները մեծ ուժ ունեն հանրային ուշադրությունը գրավելու համար, սակայն նաև զգուշացնում են, որ չապացուցված դեղերի օգտագործումը կարող է սին հույսեր արթնացնել կամ դեղերի դեֆիցիտ ստեղծել։ United Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռից կհեռացնի այն ուղևորներին, որոնք կհրաժարվեն ականջակալներ կրելուց։ Փետրվարի 27-ին վերանայված կանոնների համաձայն բարձրախոսով հոլովակներ կամ երաժշտություն լսողներին սպասվում է նույնիսկ ցմահ արգելք։ Ընկերությունը նշում է, Starlink կապի ընդլայնմանը զուգահեռ ժամանակն էր դա ավելի հստակ դարձնել փոխադրման պայմանագրում։ Ուղեկցորդները ողջունել են որոշումը, նշելով, որ ստիպված են լինում ամեն թռիչքի ժամանակ կարգապահական ոստիկան խաղալ։ Սեփական ականջակալները մոռացած ճամփորդներին United ընկերությունը խոստանում է անվճար ականջակալներ տրամադրել։ Ինչպես նշել է Reddit-ի օգտատերերից մեկը, կարելի էր կարծել, թե սա տարրական բան է և պետք է վաղուց լիներ ավիաուղիների կանոններում։
Լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Գիտեիք, թե ովքեր են հուսիերները, կամ գիտեիք, թե ով է այն հայը, որը Ինդի 500 մրցաշարին մասնակցել է ավելի քան 10 անգամ։ Սա հերթական նահանգի մասին Մանուի բացահայտումներից միայն մի դրվագն էր, այնպես որ առաջիկա րոպեներին ձանձրանալու ժամանակ չեք ունենա։ Միայն այն, որ այստեղի բնակիչները տարբերվում են ԱՄՆ-ի մնացած մասի բնակիչներից, արդեն տպավորիչ է։ Հաստատ լսել եք լեգենդար ավտոմրցաշարի Ինդի 500-ի մասին։ Այն հենց այստեղ է անցկացվում։ Բարև ձեզ, հավանաբար արդեն կռահեցիք, որ այսօր ԱՄՆ նահանգներից Ինդիանայի գաղտնիքներն ենք բացահայտելու։ Իդեպ, թե այս նահանգի այցեքարտը հանդիսացող ավտոմրցաշարը ինչ կապ ունի հայերի հետ, կասեմ քիչ հետո։ Սա ԱՄՆ-ի միակ նահանգն է, որի բնակիչներն ունեն հատուկ պաշտոնական անվանում Հուզիեր կամ հայաֆիկացված հուսիերներ։ Իդեպ, քաղաքացիական պատերազմի ժամանակ հուսիերներ անվանում էին հյուսիսի բոլոր կողմնակիցներին, իսկ հետո այդ մականունը մնաց միայն Ինդիանայի բնակիչներին։ Մի հետաքրքիր փաստ էլ վեստերնի կովբոյների մասին ֆիլմերի սիրահարների համար ԱՄՆ-ում գնացքի առաջին հաջողված կողոպուտը տեղի է ունեցել հենց Ինդիանայում 1866 թվականին Ռենո եղբայրների կողմից։ 1816 թվականին ստեղծված նահանգը գտնվում է ԱՄՆ-ի միջին արևմուտքում եւ ունի խոնավ ցամաքային կլիմա։ Այն հանրապետականների հենակետն է եւ այսօր էլ աջակցում է նախագահ Թրամփին։ Ինդիանան էժան նահանգներից է, որտեղ ապրում է ԱՄՆ բնակչության մոտ 2%-ը։ Նահանգի տնտեսությունը կազմում է ԱՄՆ ՀՆԱ-ի շուրջ 1,6%-ը։ Այն ԱՄՆ առաջատար նահանգներին անգամ Փենսիլվանիային, Քոլորադոյին, Քարոլինային, Թեքսասին ու Կալիֆոռնիային գերազանցում է իր հզոր պողպատաձուլությամբ։ Այստեղ խիստ միգրացիոն քաղաքականություն է, արգելված են ապաստան քաղաքները։ Ինդիանայում են հիմնված դեղագործական հսկա Էլի Լիլին և շարժիչներ արտադրող Քամինս ընկերությունը, նշանավոր վայրերից է Նոտրդամի հեղինակավոր համալսարանը։ Այս նահանգը ծնունդ է տվել հայտնի բասկետբոլիստ Լարի Բորդին և հեռուստահաղորդավար Դեյվիդ Լեթերմանին։ Ինդիանայի ամենահայտնի իրադարձություններից մեկը Ինդիանապոլիս 500-ն է։ Սկսվել է 1911 թվականին, չի անցկացվել միայն առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։ Ամերիկահայ Ֆրեդ Աղաբաշյանը մասնակցել է 11 անգամ։ 1947-ից 1957 թվականներին լավագույն արդյունքը 4-րդ տեղն էր 1953-ին։ Մեկ այլ հայտնի անուն, որի մասին երկար պատմելու կարիք չկա։ Ինդիանապոլիսում է ծնվել լեգենդար փոփ արքա Մայքլ Ջեքսոնը։ Նրա մանկության տունն այսօր դարձել է աշխարհի տարբեր ծայրերից եկող հազարավոր երկրպագուների այցելության սիրված վայրը։ Եվս մի քանի փաստ, որտեղ Ինդիանան ներկայանում է որպես աշխարհում առաջինը 1880 թվականին Ուոբաշ քաղաքը դարձավ աշխարհում առաջին բնակավայրը, որն ամբողջությամբ լուսավորվեց էլեկտրականությամբ, իսկ 1885-ին Ֆորտ Ուեյն քաղաքում հորինվեց աշխարհում առաջին բենզալցակայանի պոմպը։ Մեկ այլ նշանավոր զբոսաշրջային վայր է Holiday World թեմատիկ այգին։ Այն ԱՄՆ-ում առաջիններից մեկն է, որը հայտնի է անվճար ըմպելիքների իր քաղաքականությամբ եւ փայտե ատրակցիոններով։ Նահանգի հարավում գտնվող Brown County պարկն էլ զբոսաշրջիկներին առաջարկում է աշնանային գունագեղ ու անկրկնելի տեսարաններ, դառնալով բնության սիրահարների ու արկածախնդիրների ամենասիրված հանգստավայրերից մեկը։ Նահանգի պատմության վատագույն էջերից էր 1920-ականներին Կու Կլուքս Կլանի ահռելի իշխանությունը։ Տարօրինակ օրենքներից է կիրակի օրերին մեքենաների վաճառքի խիստ արգելքը։ Ավանդական տոներն ուղեկցվում են տեղական խոհանոցով, որտեղ անփոխարինելի են խոզի մսով տապակած սենդվիչն ու հայտնի շաքարային սերուցքով կարկանդակը։ Մի քանի խոսք էլ հայկական թեմատիկայից։ Ինդիանան 2017 թվականին պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Այստեղ կա փոքրաթիվ, բայց համախմբված հայկական համայնք։ Հրաժեշտից առաջ նորից Ինդի 500-ին անդրադառնամ։ Այս տարի կկայանա 110-րդ մրցաշարը։ Այն նախատեսվում է մայիսի 24-ին։ Ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։